Սարսափելի կարկուտը կարծես չի ցանկանում լքել Հայաստանի մարզերը։ Հունիսի 20-ին Տավուշում տեղացած կարկուտի հետևանքով Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան, Կոթի բնակավայրերում վնասվել են այգիներ, տնամերձ հողատարածքներ, տանիքի թիթեղներ։ Նման աղետ վերջին 10 տարում գյուղերը չէին տեսել։ Բաղանիս համայնքի վարչական ղեկավար Գևորգ Սահակյանի խոսքով վնասվել են տանիքներ, մեքենաներ, ծառեր, ցանկատարածքներ։ Մեջբերում մոտ 15 րոպե կարկուտը եկավ, համարյա հավկիթի չափ էր։ Այսպիսի կարկուտ մենք չենք հիշում, որ Բաղանիսում տեղացած լինի։ Մեջբերման ավարտը։ Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջևան բնակավայրում էլ կարկուտը վնասել է ամբողջ բերքի 100%-ը։ Ջուջևանի վարչական ղեկավար Համբարձում Պետրոսյանի խոսքով անշարժ ու շարժական գույքը համայնքում վնասներ չի կրել, վնասվել է միայն բերքը։ Այսպիսի կարկուտ գյուղը չէր տեսել դեռ 2011 թվականից։ Նույն իրավիճակն է նաև Կոթիում, հողին է հավասարեցվել բերքի 80-ից 90%-ը։ Վնասվել է շուրջ 90 մեքենա, տների տանիքներ։ Կոթիի վարչական ղեկավար Անդրանիկ Հախվերդյանը հայտնել է, որ գյուղի բնակիչները դիմումներ են ներկայացնում համայնքապետարան իրենց վնասների փոխհատուցման համար։ Հախվերդյանի խոսքով Կոթին վերջին 60 տարում այսպիսի կարկուտ չի տեսել։ Գյուղացիներն անելանելի վիճակում են հայտնվել, հույս ունեն, որ կառավարությունը կփոխհատուցի վնասները։